ըստ էության այն մարտահրավերները, որոնց մենք հիմա առերեսվում ենք, իրենք հիբրիդային մարտահրավերներ են, իրենք ունեն եւ ահաբեկչության հատկանիշներ, եւ սահմանադրական կարգի խախտման հատկանիշներ, եւ հակահետախուզական բնույթի հատկանիշներ։ Եվ ես կուզենայի, որ աշխարհում հիմա շատ է քննարկվում բոլոր երկրներում հիբրիդային սպառնալիքների համակարգը, եւ ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք, որովհետեւ հակահետախուզության գործառույթում մենք սովորաբար հաշվի ենք առնում եւ քրեական օրենսգրքի տրամաբանությամբ արձանագրում ենք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կամ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելը եւ ընդ որում վերջին տարիներին այս առումով աննախադեպ բացահայտումներ են եղել, որոնք իհարկե մի կողմից լավ է, որ բացահայտում են, բայց մյուս կողմից նրանք խորը ցավ են պատճառում, ամեն դեպքը խորը ցավ է պատճառում, որովհետև մենք առերեսվում ենք աներևակայելի իրավիճակների, որ սովորական սովորական ընկալումների տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Բայց վերջին տարիներին մենք սկսել ենք աշխատել եւ ավելի լուրջ պետք է աշխատենք մի նոր, ոչ թե նոր, այլ թարմացված ինստիտուտի, ազդեցության գործակալների ինստիտուտի վրա, որտեղ չնայած քրեական օրենսգրքով ձևակերպված հատկանիշները գուցե չեն արտահայտվում, բայց պիտի նաև այս գործունեության ձևին նկատմամբ մենք կոնկրետ վերաբերմունք արտահայտելու հնարավորություն ունենանք, որովհետև ըստ էության երբեմն սա առավել վտանգավոր դրսևորումներ է ունենում, որովհետև հարվածի կենտրոնում պահում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ սա շատ վտանգավոր գործառույթ է։